Նիկոլն ասում է Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, տենց է չի ասում։ Ինքը Հայաստանի Հանրապետության վարչապետն է, աշխարհը իրան ճանաչում է, եւ իր յուրաքանչյուր խոսքը կարող են օգտագործել որպես բանակցային process-ի վնասում։ Գևորգ Հարստամյանի խոսքը աշխարհը չի լսի տենա, Գևորգն ասում է, գիտեք ինչ կա, ես վրեժխնդրությամբ եմ լցված եւ ես իմ երեխեքին սերմանելու եմ, որպեսզի Արցախը վաղը մյուս օրը պատմական շանս լինի, հետ ենք վերցնելու։ Ես դա հրապարակային ասում եմ։ Ես դա ասում եմ, ես չեմ թաքցնում։ Նիկոլ Փաշինյանը երկրի վարչապետն է, նա չի կարող իմ նման իր էմոցիաքը հայտնի, իր նույնիսկ պլանները հայտնի։ Հիմա ասում է Ղարաբաղ Ադրբեջանի մասա եւ վերջ։ Ալլահ հանեմ, ճիշտ էլ ասում է, որտեւ այս պահին տենց է պետք ասի։ Հիմա երբ որ կգա ժամանակը 20 տարի հետո ուժը կհերիքի, կարող ասի, բայց մի րոպե, որ ասել եմ Ղարաբաղը Ադրբեջանի մասա է, բայց դե մի հատ նրբություն կա է, բայց ախր Ղարաբաղցիները Ղարաբաղում չեն, չէ, մենք պետք է այդ հարցն էլ բալուծենք։ Հարց չկա, ասել են Ղարաբաղը Կոկազում է, բայց Ղարաբաղցիները անտուն են, իրանց ծննդավայրից լքված են։ Եկեք այդ հարցը մի հատ բացենք, հասկանանք։ Երբ որ ուժ ունենա, երբ որ գիտակցի, որ ինքը ուժով կարա հարցը լուծի, ինքն էլ կգնա այդպես Ալիևի նման դուխով զորույցների։ Ես օրինակը բերել եմ Հեյդար Ալիևը, ասել է, որ Ղարաբաղը մենք նավսեկդա կորցրել ենք, էլ չկա։ Անցել է 25 տարի Ադրբեջանը կրվով վերցրել է Ղարաբաղը, հաղթել է պատերազմը վերցրել։ Բայց եղեք համերաշխվեք, հաշվեք իրականության հետ, բայց մի համակերպեք, որ դա պետք է լինի շարունակական, դա պետք է լինի, դա պետք է ռևանշ լինի։ Ու Փաշինյանը չի կարա ձեզ դուրս գա հրապարակային, ասի ռևանշ լինելու 15-20 տարի հետո։ Ուզում եմ երկիրս տնտեսությունը զարգացնել, ուզում եմ խաղաղություն լինի, որպեսզի զարգանա, որ հարկ եղած ժամանակ մենք կարողանանք պատերազմով մեկը պատերազմը նի թե ուժի սպառնալիքով թուրքերից հետ վերցնենք, այն ինչ որ մերն է եղել։ Կարող է հիմա այն ժամանակը ասել Արցախ Հայաստանի վերջ հրապարակային Ստեփանակերտի հրապարակում մեղադրում եք ասում սխի է ասել, ճիշտ եք ասում, Նիկոլը չպետք է տենց հրապարակային խոսք ասել, դա դիվանագիտական աշիպկա է։ Հիմա ակնկալում եք նորից կրկնի նույն դիվանագիտական իր բանը բաց թողումը, ասի մենք ժամանակը կգա հետ կգնանք Ադրբեջան, պատկերացնում եք տենց բան ասի, Հեյդարն էլ հրաժարվել Արցախից պարտված ժամանակ, Նիկոլն էլ հրաժարվում Արցախից պարտված ժամանակ, բայց որ ուժ եղան, ժամանակը կգա շատ հարցեր։ Այնպես որ չպետք է այսօր հուսահատվել, կոտրվել, կորցրել ենք Արցախը, դա չի նշանակում, որ սմա պետք է տենց լինի։ Ես ինչքան երազներիս իմ ծննդավայր գնամ, ուրեմն իմ մտքից դուրս չի գալու Արցախի հետ բերելը, Արցախը Հայաստանին վերադարձնելը։ Պուտինի եւ պապիկն է, Ստալին պապիկն է Ղարաբաղը տվել, աշխարհն ասում է դե դուք ձեր մեջ տենց հարցեր եք որոշել։ Ստալինը տվել է, հո չեն գալու պատմություն փորփրենք, արեք սենց անենք։ Ադրբեջանինն է ըստ յուրիդически։ Մեկ էլ տեսար աշխարհը ասում է մի րոպե, ես էլ արդեն բան ու գործ չունեմ, պատերազմները բրծավ Ուկրաինա, Պարսկաստանի հետ, հարցեր կա լուծված։ Այս ինչ անեմ, մի հատ էլ կոնֆլիկտ պետքա ձեր հետ ձեր մեջ անեմ։ Հայերս էլ ձեռա տալու, ասելու ենք բերեք այդ կոնֆլիկտը ռազ ի навсегда, մեկ միշտ լուծենք։ Պատմական Արցախը, պատմական հայկական Արցախը, օրինական ամեն ինչով եւ ադրբեջանցիներին ամեն ձևի սանկցիաով եւ ապացույցներով ամեն ինչով իրանց էլ բացատրեք, որ Արցախը ձերը չի, ապօրինի կերպով է տրված եւ օրինական կերպով պետքա հայը վերադառնա իր հայրենիք եւ Արցախը պետքա վերադարձվի հայերին։